Նախորդին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Նա շտապօգնության մեքենայով Երևանի կենտրոն քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, բայց ինչ հետազոտություններ է անցել, ինչից է սրվել վիճակը եւ ինչից հետո են որոշել կրկին վերադարձնել նրան քրեակատարողական հիմնարկ, թե հետազոտող բժշկական կենտրոնը եւ թե կալանավայրից համառորեն չեն տալիս պարզաբանում քաղաքապետի առողջական վիճակի մասին։ Բայց այսօր առավոտ շուտ առանց որևէ ըստ էության դուրս գրման, որտեղ դեռ այդ ապխոտ կոչվածն չէր եղել, առանց որևէ պարզաբանման նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Ու մինչ այս պահը գոնե չեն ասում, թե ինչ հիվանդությամբ է հոսպիտալացվել փաստացի, կամ թե ինչու է տեղանից դուրս գրվել։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանին զրկել են իր պաշտպանյալի հոսպիտալացման պատճառների, ինչպես նաև նրա առողջական վիճակի գնահատման մասին տեղեկություն ստանալու իրավունքից։ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամները ևս անտեղյակ են։ Հետազոտության անհրաժեշտություն կար, պետք է պարզեին լրացուցիչ հետազոտություններ, այս պայդրությամբ իրեն շարունակում է վատ զգալ։ Բայց մոտ 8-10 կողմերը պալատից նրան ուղղակի ուժային ծառայության աշխատակիցները ասեն, որ պետք է տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ եւ տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանն արդեն դիմում է ներկայացրել դատարան իր պաշտպանյալի խափանման միջոցի վերանայման եւ ազատ արձակման խնդրանքով։ Առանց այդ էլ Վարդան Ղուկասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել եւ ըստ փաստաբանի արկա որոշումը շրջանցում արհամարվում է, հետեւաբար նրա կալանավայրում գտնվելը, այն էլ առողջական սուր վիճակում լրիվ կամայական է եւ ապօրինի։ Դիմելու ենք դատարան, որպեսզի խափանման միջոցի հարցի քննարկման նիստ կատարի եւ խնդրելու ենք ազատ արձակել, որովհետեւ անկախ այս ամեն ինչից կալանք խափանման միջոցը հոկտեմբերի 21-ից փաստացի վերացված է դատախազի եւ քննիչի որոշմամբ։ Ինչ հիմքով են պահում նորից կալանավայրում։ Որևէ հիմքով չեմ պահում, ապօրինաբար է պահվում, դա պատասխանատու կերպով ասում եմ, որովհետեւ եթե անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել, որի որոշումը իմ մոտ է, կա այդ որոշումը։ Այդ պայից սկսած անձին կալանքի տակ պահելը ինքը կամայական է եւ ապօրինի է, եւ բոլոր հիմքերը կան պնդելու, որ առերևույթ ակնհայտ ապօրինաբար անձը պահվում է կալանքի տակ։ Հոկտեմբերի 21-ին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը աղմկոտ ձերբակալությունից հետո կալանավորվել է 2 ամսով։ Նա կալանավայրում գտնվում է 18 օր։